Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ, Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելին։ Ինչպես հայտնել են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Եվրոպա-Արցախ հարաբերություններին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետևանքներին։ Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանկ Էնգելին սկզբունքային աշխատանքի եւ անկեղծ բարեկամության համար, նշելով, որ հենց այս գաղափարներն են ընկած Եվրոպա-Արցախ հարաբերությունների հիմքում։ Discussing with the president the situation as it evolved since the early months. Մենք խոսել ենք վերջին իրադարձությունների մասին, քննարկել Ադրբեջանի ագրեսիան, այն վիճակը, որ ստեղծվել է այդ ագրեսիայից հետո, եւ այն վիճակը, որում հայտնվել է Արցախի ժողովուրդը։ Արձարծել ենք նաեւ այն իրադրությունները, որոնք սպասվում են առաջիկայում, դրանք զարգանալու են ներկա վիճակից։ Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ամերիկահայ բարերար եւ գործարար Ռամկավար ազատական կուսակցության վերականգնումի շարժման խորհրդակցական ժողովի նախագահ Վարդան Նազիրյանին տիկնոջ հետ։ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը եւ ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողություններին ու դրանց հետևանքների վերացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Նախագահը բարձր է գնահատել այս պատասխանատու ժամանակահատվածում Սփյուռքի ցուցաբերած աջակցությունն Արցախին, հատուկ ընդգծելով ավանդական կուսակցությունների դերն այդ գործում։ Ներկայացրել եմ մեր կուսակցության ծրագիրը, ինչպես վերականգնենք արդեն Ռամկավար կուսակցությունը իր գետրոնի տեղին փոխադրելու է Երևան մայրաքաղաք հաջորդ 1-2 տարվա ընթացքին եւ ծրագիր ունենք նույն ծևի Ղարաբաղում վերստեղծենք, քանի արդեն մի քանի արձանագրված կուսակցություններ կամ գազམ་ագերբություններ համախմբվեն Ռամկավար կուսակցության մասին, առավել խոսացել ենք ընդհանուր գացության մասին։ Ինչպես հայտնի է, 2011 թվականին ներկայացված Կազանյան առաջարկները Արցախում միանշանակ չեն ընդունվել։ Դրանք, սակայն 5 տարի առաջ թղթի վրա են մնացել Ադրբեջանի մեղքով։ Հարևան երկրի այս պահվածքը Լեռնային Ղարաբաղի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանի համար հասկանալի է։ Ադրբեջանն ու նրա հովանավորը Թուրքիան ձգտում են մեծ Թուրանի գաղափարի կենսագործմանը։ Այդ իսկ պատճառով մերժվելու են ցանկացած առաջարկներ, որոնք նախատեսում են մեր գոյությունը տարածաշրջանում։ Ինչ լուծում էր որ կատարվի, միևնույն է մեր այս տարածաշրջանում մեր ներկայությունը խանգարում է նրանց։ Դրա համար մեր պայքարը պետք է շարունակենք, պահպանենք այն, ինչ ունենք։ ԼՂՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը վերլուծելով միջև պատերազմական գործողությունների ակտիվացումը բանակցությունների սեղանի եղած սկզբունքները առանձնացնում է ընդամենը երկուսը։ Այն, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, եւ այն, որ մենք պետք է պահպանենք մեր ինքնորոշման իրավունքը։ Ինչ մնում է այսպես կոչված մադրիդյան սկզբունքներով առաջարկված մյուս կետերին, որոնք վերաբերում են տարածքներին, կարգավիճակին, փախստականների վերադարձին, ապա այդ կետերը Արզիկ Մխիթարյանի համար անընդունելի են, բայց քննարկման արժանի մերժումը հիմնավորելու համար։ Ցանկացած մեկ փաստաթուղթ, որպեսզի ընդունվի կամ մերժվի, պետք է քննարկվի։ Պետք է քննարկվի, որովհետև առանց քննարկման մենք ընդհանրապես կարող ենք կծկտուր տեղեկություններ ունենալ այս կամ այն կետի ենթատեքստի մասին, որը որ քաղաքական գործիչները հաճախ խարդավանքով կարող են դնել դրա տակ։ Քննարկումները կարող են ցույց տալ այս կամ այն առաջարկի բարենպաստ կամ վտանգավոր լինելը։ Քաղաքական գործիչները պետք է աշխատեն այնպիսի տարբերակների մշակման վրա, որ կբխեն հայկական շահերից։ Մենք եւս կորցրել ենք Շահումյան, մենք եւս կորցրել ենք Մարտակերտի շրջանի Տափաստանային բավականին մեծ հատված։ Եթե տարածքային ամբողջականության խնդրի գաղափարը կա, մենք էլ ունենք մեր պահանջները։ Արզիկ Մխիթարյանը կարծում է, որ նման հարցերում որևէ մեկը երբևէ միանձնյա որոշման պատասխանատվություն չի ստանձնելու։ Ցանկացած տարբերակի իր համաձայնությունը պետք է տա ժողովուրդը։ Մեր քաղաքական էլիտան գտնում է, որ ցանկացած մեկ առաջարկ, որը որ կարող է քննարկվել եւ ընդունելի համարվել, այն պետք է դրվի համաժողովրդական հանրաքվեի, որովհետեւ մեր ողջ ժողովուրդը պետք է այս կամ այն ընտրված գաղափարին տա իր համաձայնությունը։ Որևէ մի քաղաքական գործիչ, նույնիսկ երկրի ղեկավար չի կարող միանշանակ որևէ մի վճիռ կայացնել, որը այսօր կարող է բավարարել բոլորի պատկերացումները։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը համամիտ է, որ հենց ազգային ժողովը պետք է այս կամ այն հարցի տվյալ դեպքում գաղափարի քննարկման հարթակ հանդիսանա, եւ ասում է, որ քաղաքական քննարկումներ ազգային ժողովում պլանավորված են ու կլինեն,
Մանավանդ, որ այժմ բանակցային գործընթացի լիարժեք Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ ձևաչափի վերականգնման խնդիր է դրված։ Եվ գիտաժողովների բնույթով եւ խորհրդակցությունների բնույթով եւ փակ քննարկումների եւ բաց քննարկումների ձևով դա անպատճառ մենք կատարելու ենք, իհարկե մի փոքր հապաղում ենք սպասելու ընդհանուր իրավիճակի լարվածության հանդարտմանը։ Ըստ Արզիկ Մխիթարյանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային ժողովի գործիքակազմն այնքան էլ հարուստ չէ միջազգային ասպարեզում շատ բան փոխելու համար, բայց Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հետ համագործակցությամբ Արցախի հարցի մասին բարձրաձայնել կարող են։ Խիզախություն ունենք եւ կարող ենք պահպանել մեր ազատությունը։ Կարծում եմ կգա ժամանակը եւ մեր քաղաքական գործիչները պարտավոր են դա անելու, որպեսզի աշխարհը հաշվի նստի մեր կարծիքի հետ։ Լուսինա Ավանեսյան, Մերժան Հայրապետյան, օր։